Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերջսգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով եւ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ նաեւ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը եւ կանխատեսումները կենդանակերպերի համար։ Քիչ անց կներկայացնեմ սիրելի բարեկամներ մարտ ամսվա կանխատեսումները եւ հիշեցնեմ, որ արդեն վաղուց տեղադրված են բոլոր կենդանակերպերի համար կանխատեսումները 2026 կարմիր հրեղեն առնագույն ձիու տարվա համար, ինչպես արևելյան կենդանակերպերի համար, չինական հորոսկոպի կենդանակերպերի համար, այնպես էլ արևմտյան կենդանակերպերի համար եւ իհարկե, եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոները։ Սիրելի բարեկամներ, այժմ ներկայացնեմ մարտ ամսվա կանխատեսումները, բայց մինչ այդ նշեմ, որ նախ շարունակում ենք պատրաստել Վեներա եւ Յուպիտերի թալիսմանները։ Վեներայի թալիսմանները գերազանցապես մինչև մարտի 6-ը կարելի է պատրաստել, որովհետեւ Վեներան մինչև մարտի 6-ն է գտնվում իր փառավորման եւ գերագույն զորության ու թագադրման նշանում ձկներ կենդանակերպի 28-րդ աստիճանում, այսինքն այնտեղ Վեներան գերհզոր է եւ ունակ է իր այսպես բոլոր դրական հատկությունները, երբ ճիշտ կերպով այն դաջվում է մետաղի վրա, այնուհետև փոխանցել ձեզ շատ-շատերը ձեզանից ինձ հարցնում են այդ թալիսմանների ներգործության եղանակի մասին, այժմ ես ավելի մանրամասն ձեզ ներկայացրեցի, այսինքն մորակային ազդեցությունը որոշակի օր, որոշակի ժամի, որոշակի պահի մաքսիմալ հասնում է իր գագաթնակետին եւ ճիշտ կերպով վարպետորեն դաջելով այդ մորակային ազդեցությունը մետաղի վրա մենք ստանում ենք գերհզոր թալիսման, մորակային թալիսման, որի ազդեցությունը բականին տևական է լինում եւ ամբողջ կյանքում կարող է անգամ ձեզ դրական լիցքերով այսպես լիցքավորելու Վեներայի թալիսմանը գիտեք որ Վեներան սիրով գեղեցկության մոլորակ է, որը տալիս է սեր, ներդաշնակություն, դրական փոխհարաբերություններ մարդկանց միջև Եվ Յուպիտերը, նույնպես Յուպիտերը գտնվում է նաև մարտ ամսվա ընթացքում գտնվելու է իր զորության գագաթնակետում, այսինքն փառավորման եւ թագադրման այդ պահի մեջ, նամանավանդ, որ մարտին Յուպիտերը դառնում է ուղընթաց եւ գերբարենպաստ է ստեղծել Յուպիտերի թալիսմանները։ Վեներայի թալիսմանները մարտ ամսվա ընթացքում նույնպես կարող ենք ստեղծել, բայց միայն շատ հատուկ են, շատ այսպես հատուկ օրերի դա կարող ենք անել, ես վիդեո ընթացքում կասեմ այդ օրերի մասին, իսկ Յուպիտերի թալիսմանները շատ բարենպաստ է ամբողջ մարտ ամսվա ընթացքում ստեղծել, եւ Յուպիտերը շարունակում է գտնվել իր փառավորման աստիճանում եւ նամանավանդ եւ նա փոխի իր ընթացքը դեպի ուղընթաց, այսինքն դառնա ուղիղ ընթացող, բնականաբար մոլորակը ավելի զորանում է եւ դառնում է ուղընթաց, այնպես որ մարտ ամսվա ընթացքում նույնպես կարող եք պատվիրել Վեներայի Յուպիտերի թալիսմաններ, իսկ Վեներան Յուպիտերի հետ միասին, այսինքն այդ կլոր թալիսմանի մի երեսին պատկերվում է Յուպիտերի մոգական քառակուսին, իսկ մյուս երեսին պատկերվում է Վեներան։ Իհարկե սա շատ բարենպաստ է, երբ երկուսը միասին այսպես ավելի ուժեղանում է նրանց ներգործությունը, եւ դա իհարկե հատուկ օրերի կարող ենք միայն պատրաստել, բնականաբար անհրաժեշտ է վարպետություն, ցանկացած մասնագետ չի կարող ձեզ պատրաստել այդ թալիսմանը եւ պատրաստել կարող է, բայց որպեսզի այդ թալիսմանը գործի, որպեսզի նա ձեզ լիցքավորի այդ դրական էներգիայով, թե Վեներայի սիրով գեղեցկության մորակի, թե մեծ երջանկության Յուպիտերի զորությամբ, իսկ գիտեք, որ Յուպիտերի թալիսմանները տալիս են գործնական հաջողություններ, հովանավորություն բարձրաստիճան անձանց կողմից, ֆինանսական հաջողություններ բիզնեսում, ընդհանրապես հասարակական բարձր դիրք եւ այլ հաջողություններ
դատական գործերում հաջողություններ, դարբես բոլոր սոցիալական ոլորտներում Յուպիտերը մեծ հովանավոր է համարվում եւ տալիս է հաջողություն։ Այնպես որ շտապեք սիրելի բարեկամներ այդ բարենպաստ օրերի քանակը, երբ մենք կարող ենք պատրաստել այդ գերհզոր թալիսման, այնպես իսկապես ձեզ առաջնորդեն, նպաստեն ձեր հաջողություններին, շատ սահմանափակ է այդ օրերի եւ ժամերի քանակը, այնպես որ անպայման խորհուրդ եմ տալիս նաեւ մարտ ամսվա ընթացքում պատվիրել եւ լավագույն արդյունք ստանալու համար։ Նաև ուզում եմ մեկ ուրախալի լուր եւս հայտնել սիրելի բարեկամներ, շատ շուտով մոտ օրերս կսկսի գործել իմ պաշտոնական կայքը, հետևեք Facebook-յան էջից, նաև այստեղ կներկայացնեմ իմ YouTube-յան ալիքում եւ անպայման հետաքրքիր անակնկալներ են սպասվում ձեզ մարտ ամսվա ընթացքում այդ սայթի գործունեության հետ կապված, իմ պաշտոնական կայքի գործունեության հետ կապված, այնպես որ սպասենք լավ լուրերի, սիրելի բարեկամներ։ Բայց այնուամենայնիվ պետք է ասել, որ մարտ ամիսը լինելու է բարեխառն եւ խարդավանքների եւ դավադրությունների ամիս, ինչու, որովհետեւ եթե փետրվարը մեզ մոտ մետաղական վագրի ամիս էր ըստ չինական մետաֆիզիկայի, ապա մետաղական վագրի ամիսը դա փետրվարն էր, հզոր ամիս էր, ապա մարտը մեզ մոտ մետաղական նապաստակի ամիս է լինելու, իսկ նապաստակի մետաղը դա ին մետաղն է, դա իքական բնույթ ունեցող մետաղն է, դա դաշույնն է, իսկ դաշույնը գիտեք, որ միշտ բոլոր դարերում օգտագործվում էր իբրև դավադրությունների, սանազան խարդավանքների գործիք, այսինքն դաշույնով անգամ հզոր առաջնորդներ են սպանվում իրենց կանանց կողմից, դու պատմության ընթացքում այդպիսի շատ օրինակներ կան, երբ շատ այսպես փոքր կարծես դաշույնը կարող էր փոխել ամբողջ պատմության ընթացքը, ահա մարտը հենց այդպիսի ամիս է լինելու, երբ խարդավանքները, մեջքի հետևում հյուսվող այդ դավերը շատ արագ եւ մեծ ազդեցություն են ունենալու։ Բացի դրանից մետաղական նապաստակը դա ավելի շատ այսպես կտրված կամ ջարդված դեղցի ծաղիկ է, այսինքն սիրային ոլորտում եւս որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, իհարկե ոչ բոլոր օրերին նապաստակի ամսով, բայց այնուամենայնիվ նույնպես սիրային ոլորտում որոշակի խնդիրներ կարող եք ունենալ, սիրելի բարեկամներ։ Ես պետք է ասեմ, որ նախկին իմ բոլոր կանխատեսումները 100%-ով իրագործվեցին, իհարկե ի տարբերություն զանազան նորելուկ վարպետների, զանազան նորելուկ այսպես աստրոհոգեբանների, որոնք ընդհանրապես գաղափար չունեն աստղաբանությունից, ես զարմանում եմ, ուղղակի բնականաբար իշխանության հովանավորության տակ գտնվող այդ անձնավորությունները անգրագետ, ոչ տառաճանաչ, ընդհանրապես պատկերացում չունենալով աստղաբանության մասին, բայց վայելելով իշխանավորների հովանավորությունը, այս թրքահապատակ իշխանությունների հովանավորությունը, բոլոր ալիքներով տարբեր կեղծիքներ եւ ստեր են տարածում, կեղծ կանխատեսումներ են տարածում, որոնք ընդհանրապես ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։ Եվ բնականաբար, քանի որ մեծ գումարներ են ծախսվում նրանց այսպես կոնտենտի տարածման վրա, բնականաբար դիտումները պարզապես աստղաբաշխական են, բայց չմոլորվեք սիրելի բարեկամներ, դրանք fake դիտումներ են, ես որևիցե ձևով չեմ ավելացնում իմ դիտումները եւ իմ դիտումները շատ ավելի շատ են, քան իրենց դիտումները, հավատացեք, այնպես որ հետևեք իրականին, դուք բազմիցս համոզվել եք, որ իմ կանխատեսումները իսկապես կատարվում են, տեսեք, ես կանխատեսել եմ մեծ ռազմաքաղաքական լարվածություն փետրվարի վերջին եւ այժմ հենց այսօր եւ երբ ես տեսագրում եմ այս վիդեոն, գիտեք, որ հենց փետրվարի 27-ին սկսվեց այդ
լայնածավալ պատերազմը ռազմական գործողությունները Պակիստանի եւ Աֆղանստանի միջև այդ բախումը եւ դա դեռ սկիզբն է, որովհետեւ դեռ ցավալիորեն պետք է ականատեսը լինենք նաեւ Իրանի վրա հարձակումների ընդհանրապես մեր տարածաշրջանը եռում է եւ շատ լարված ռազմաքաղաքական իրավիճակներ են սպասվում հատկապես գարնան մարտին եւ ապրիլին այն հանգամանք որ ապրիլին են լինելու այդ հատկապես այդ սրացումը շատ հնարավոր է նա օրերը սկսվի բայց հենց ապրիլին որովհետեւ ապրիլը 2026 թվականի ամենալարված եւ բարդ ամիսներից մեկն է լինելու ապրիլը եւ հուլիսը ես դրա մասին բազմիցս նշել եմ ապրիլին շատ լարված զարգացումներ են սպասում հենց Պարսկաստանի շուրջ բայց կարող է սկսվել հենց մոտ օրերի ընթացքում իհարկե միանգամից այսպես ասած պայթեցնել տարածաշրջանը այս համաշխարհային դավադիր կառավարությանը չի հաջողվի բայց այնուամենայնիվ մշտական փորձեր արվում են եւ նրանք տալիս են որոշ դեպքերում նաեւ իրենց արդյունքները մարտը այս տեսակետից լինելու է փետրվար ամսվա շարունակությունը իհարկե որոշ դեպքերում հարցերը լուծվելու են դավադրությունների ճանապարհով այսինքն ներքին կարգով վերածվելու են ենթադրենք ինչ որ խմբավորումների պարագլուխներ կամ ռազմաքաղաքական ղեկավարության ղեկավարներ ինչ որ նրանց վերացման միջոցով է այսպես ասած փորձ կատարվելու ներազդել տարածաշրջանի վրա ոչնչացնել օրինակ Իրանի այդ ամբողջականությունը քայքայել եւ այնուհետեւ անցնել մյուս երկրներին նպատակը քանի դեռ կա Պարսկաստանը քանի դեռ կա Իրանի Իսլամական Հանրապետությունը իհարկե շատ դժվար է հասնել մեծ թուրանի գաղափարի իրագործմանը եւ նաև կոչել ամերիկյան ծրագրերը մեր այս տարածաշրջանում, այսինքն վերացնել տարածաշրջանից այնպես Ռուսաստանի ազդեցությունը Պարսկաստանին վերացնել եւ այդ կերպ հասնել գերիշխանության այս ամբողջ տարածաշրջանի վրա, այսինքն սկսած Կոնստանտինոպոլից մինչև հեռավոր արևելք, մինչև Խաղաղ օվկիանոս, սա է ստեյության այդ գլոբալիստական հակամարտկային հակաքրիստոնեական ուժերի նպատակը եւ ծրագիրը։ Մյուսը դա շատ արծարծվում է հայկական ատոմականը փակելու հարցը, մեծամորի ատոմականը փակելու հարցը։ Ես այդ հարցի շուրջ խոսել եմ դեռևս 4 տարի առաջ, սիրելի բարեկամներ, եւ ասել եմ, որ այո, կփակվի մեր ատոմակայանը, բայց միջ փակվելը այս դավադիր թրքահպատակ իշխանությունները կփորձեն զանազան դիվերսիաներ կազմակերպել ցավալիորեն հնարավոր են այդպիսի դիվերսիաներ որոնցով նրանք այսպես կհաստատեն որ այս ատոմականը արդեն հին է արդեն այսպես շարքից դուրս է եկել եւ պետք է անպայման մոդուլային ատոմականի անցնի Հայաստանը փակի այս ատոմականը որը եւ հզոր է եւ այսպես ավելի կայուն է քանի որ դիմադրել է դիմակայել է բազմաթիվ երկրաշարժների որոնք տեղի ունեցել Հայաստանում մոտ 40 տարիների ընթացքում դիմադրել է, դիմակայել է այդ բոլոր մարտահրավերներին, բայց այնուամենայնիվ այս իշխանությունները կփորձեն վերացնել այս ատոմակայանը մեծամորի եւ որպես այսպես հաստատեն նրանց որ անհրաժեշտությունը որ պետք է անցնել մոդուլային ես խոսք եմ տվել եւ անպայման խոստումս կկատարեմ մոտ օրերի ընթացքում կներկայացնեմ նաեւ առանձին տեսանյութ որտեղ մանրամասնորեն կվերլուծեմ մեծամորի ատոմակայանի ամբողջական հորոսկոպը եւ ճակատագիրը կներկայացնեմ ձեզ սիրելի բարեկամներ իսկ այժմ ներկայացնեմ թե ինչ է սպասվում մարտ ամսվա ընթացքում մեզ մարտ ամսվա աստղաբանությունը ներկայացնեմ սիրելի բարեկամներ
մի փոքր հակասական, բարեխառն եւ դավադրություններով, խարդավանքներով լի ամիս է լինելու մարտը եւ տեսեք ինչու մարտը սկսվում է մարտի 2-ին եւ մարտի 2-ին Երևանի ժամանակով 18:15 րոպեին նախաձեռնության, ակտիվության, էներգիայի մոլորակ Մարսը մուտք կգործի, ուրեմն երբ Մարսը մուտք կգործի ձկներ կենթանակերպ եւ այստեղ ձկներում Մարսը կմնա մինչեւ ապրիլի 9-ն, հետո տեղափոխվելով խոյ կենթանակերպ եւ ապրիլը մեզ մոտ շատ ռազմատենչ ամիս է լինելու։ Մարսը ձկներում իհարկե շատ հարմարվող է, բայց շատ վտանգավոր է, որովհետև շատ տափուկ է եւ կարողանում է իր նպատակներին հասնել զանազան զարտուղի ճանապարհներով, իբրև ձուկը, որը շրջանցում է այսպես լողալով, հա, ալիքաձև լողալով շրջանցում է բոլոր խոչընդոտներ եւ կարողանում է զարտուղի ճանապարհներով հասնել իր նպատակին։ Պես որ Մարսը ձկներում բավականին վտանգավոր դիրք է եւ այսպես նպաստելու է հենց այդ խարդավանքների, այդ դավադրությունների, գաղտնի ինչ-որ պայմանավորվածություններ են հնարավոր, ոչ նաև ձկները նրանք գաղտնիության եւ նաև ինչ-որ գաղտնի զարգացումների, ետնաբեմային խաղի կենթանակերպ են ձկները եւ նամանավանդ որ ձկներում մարտ ամսվա սկզբին համենայն դեպս մուրակային կուտակումներ են նկատվելու բայց ինչ է նշանակում Մարսը ձկներում բոլոր մյուս կենթանակերպերի համար տեսեք խոյերի մոտ իհարկե բարդ շրջան է մարտը համենայն դեպս մինչեւ մարտի 20-ը որովհետեւ արեգակը գտնվում է խոյի նախորդող կենթանակերպում իսկ երբ արեգակը գտնվում է ձեր նախորդող կենթանակերպում այսինքն 1 ամիս առաջ հատկապես ձեր ծննդյան օրվանից 1 ամիս առաջ դա իհարկե անբարենպաստ է որովհետեւ մարդ չի ստանում այն արեգակնային ջերմ էներգիան, որը անհրաժեշտ է իր բնականon կենսագործունեության համար։ Արեգակը, իր սեփական արեգակը տվյալ պահի արեգակին չի տեսնում։ Եվ իհարկե խոյի համար Մարսը, որը Մարսը հենց խոյի ղեկավարն է, նրա իշխանավորն է եւ թագավորը գտնվում է 12-րդ աստղատան, այսինքն ձկներում բնական է շատ անբարենպաստ է, հնարավոր են զանազան դավադրություններ խոյերի դեմ գաղտնի թշնամիները կակտիվանան, հնարավոր է ակտիվանան նաև գաղտնի հիվանդություններ, այսինքն այն հիվանդությունները, որոնք բացահայտ ոչ մի կերպ չեք հասկանում, թե ինչ է, բայց ունեն ինչ-որ գաղտնի փուլ զարգացման։ Պես որ խոյերի համար շատ զգուշ է պետք լինել նաև արտասահմանում, զանազան արտասահմանյան կազմակերպությունների հետ կապված, բայց եթե դուք փաստաթղթեր եք ինչ-որ ձևակերպում արտասահմանում, կարող ունենաք հաջողություն սիրելի խոյեր, կամ ինչ-որ արդեն ընթացքի մեջ են ձեր գործնական փոխհարաբերությունները արտասահմանյան ինչ-որ կազմակերպության հետ եւ ահա Մարսը ներխուժում է ձկներ, ապա հնարավոր է ակտիվանան այդ բոլոր գործընթացները, դուք հասնեք ձեր նպատակին, եթե ցանկանում եք աշխատել արտասահմանում կամ ապրել։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար Մարսը մուտք գործելով ձկնիկներ հայտնվում է 11-րդ աստղատանը, որը նշանակում է, որ ակտիվանալու են ձեր ընկերները, հատկապես հին ընկերները, որովհետև հիշեցնեմ, որ արդեն փետրվարի 26-ից Մերկուրի նաև կապի վերարտակցության մորակը հետ ընթաց է շարժվում, եւ ահա հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ, համադասարանցիների հետ, հին սիրո հետ, ինչ որ հանդիպում, բարենպաստ է նաև, եթե չափահաս բալիկներ ունեք իրենց համար ավելի ակտիվ կլինեն, ավելի նախաձեռնող կլինեն, անձնական կյանքում հնարավոր են փոփոխություններ իրենց մոտ եւ ցլերի համար խորհուրդը նա է, որ Մարսը ինչ է, Մարսը որտեղ հայտնվում է այդ էներգիան, նա լցնում է այդ աստղատունը էներգիայով, այսինքն 11-րդ աստղատունը դա երազանքների իրականացման տուն է, սիրելի ցուլիկներ, եւ եթե դուք լինեք հետեւողական, եթե пассив չլինեք եւ եթե ինչ որ գործողությունների գնաք, ապա անպայման ձեր նվիրական երազանքները կիրագործվեն։ Համենայն դեպս կենտրոնացեք ինչ որ մի երազանքի վրա եւ դա անպայման կիրագործվի։
Սիրելի երկվորյակներ, ձեզ մոտ Մարսը մուտ գործելով ձկներ հայտնվում է 10-րդ աստղատան, իսկ 10-րդ աստղատունը դա սոցիալական, հասարակական սոցիալական կարգավիճակի տունն է, նա այն նպատակի տուն է, որին մենք ձգտում ենք ողջ կյանքի ընթացքում, գործնական տուն է, պաշտոնի տուն է, նոր աշխատանք հնարավոր է ստանաք, եթե ձգտում եք, փնտրում եք նոր աշխատանք, նոր պաշտոն, նոր ինչ-որ առաջարկություն, որից չեք կարող հրաժարվել անձնական կամ գործնական բնույթի։ Պես որ երկորակների համար հիմնականում աշխատանքային եւ գործնական ոլորտներում չնայած կարող է նաեւ ամուսնության առաջարկություն լինել, հատկապես եթե կնոջ մասին է խոսքը, Մարսը մուտ գործելով 10-րդում կարող է նաեւ այդպիսի առաջարկություն ձեզ ներկայացնել, սիրելի երկորյակներ, սիրելի խեցգետիններ, ձեզ մոտ Մարսը մտնելով ձկներ կենդանակերպ հայտնվում է 9-րդ աստղատանը, իսկ 9-րդ աստղատունը հեռավոր ճամփորդությունների, հեռավորի հետ կապի, ուսման, նաև գաղափարախոսության տուն է, այսինքն այդ բոլոր ոլորտներում նկատվելու անպայման ակտիվություն, սիրելի խեցգետիններ, նոր ուսում, նոր աշխատանք կապված, եթե ուսման հետ եք կապված, դասավանդման հետ եք կապված, ապա շատ իհարկե բարենպաստ կլինի, եթե վերսկսեք, եթե դադարեցրել եք այդ գործընթացը դասավանդման, նորից վերսկսեք, եթե ուսումը դադարեցվել է, նորից սկսեք ուսումը, նաև գաղափարախոսության հետ կապված, ճամփորդությունների հետ կապված, նոր համագործակցության հետ կապված զանազան արտասահմանյան կազմակերպությունների հետ, բայց նոր պրոյեկտներ, նոր ծրագրեր իրագործելը հատկապես մինչև մարտի 20 այնքան էլ բարենպաստ չէ, որովհետև Մերկուրին հետընթաց է։ Եթե դուք արդեն իսկ սկսել եք, ասենք մի քանի տարի կամ մի քանի ամիս, կարող է եւ տարի առաջ, ենթադրենք մի քանի ամիս առաջ սկսել եք ինչ-որ նոր ծրագիր, ուսումնական ծրագիր կամ ինչ-որ բիզնես գործունեություն եւ նորից վերսկսում եք դա, ապա հնարավոր է, ասենք, որը կապ ունի արտասահմանյան ինչ-որ կազմակերպությունների հետ։ Սիրելի առյուծակներ, ձեզ մոտ Մարսը մոտ գործելով ձկներ հայտնվում է 8-րդ աստղատանը, որը խորհրդանշում է էքստրեմալ իրավիճակներ, բարդ գործընթացներ, ֆինանսական խնդիրներ, մեծ վարկեր, պարտքեր մի վերցրեք։ Այսինքն հնարավոր է դուք անպայման ուզենաք այդ ֆինանսական գործունեությունը կազմակերպեք, այդ նոր բիզնեսները, նոր ծրագրեր, եկամուտների նոր աղբյուրներ ստեղծեք ձեզ համար, սիրելի առյուծակներ, բայց 8-րդ տունը եւ նամանավանդ խավարումների միջանցքի ֆոնին եւ Մերկուրի հետընթաց Մերկուրիի ֆոնին անգամ էլ բարենպաստ չէ, բայց հնարավոր է ձեր զուգընկերների կամ գործընկերների եկամուտները աճեն, նաեւ անշարժ գույքի հետ կապված որոշակի փոփոխություններ տեղի կունենան առյուծակների մոտ, նաեւ հնարավոր է ինչ-որ հատուցումներ պետության կողմից, ապահովագրության հետ կապված ինչ-որ հատուցումներ կարող է ստանաք, ժառանգության հետ կապված գործընթացներ, ընդհանրապես Մարսը, քանի որ նա մուտք է գործում ջրային կենդանակերպ, ձկները դա ջրային կենդանակերպ է, նա ավելի բարեդրացական հարաբերություններ կկազմի, կստեղծի ջրային նշանների հետ, ինչպես խեցգետինների, այնպես էլ կարիճների, ձկների հետ եւ հողի նշանների հետ, ցուլերի, բույսերի եւ այդ եղջյուրների հետ։ Իսկ իհարկե հրեղեն նշանների համար շատ անբարենպաստ է, բարեխառն է օդի կենդանակերպերի համար։ Կույսերի համար Մարսը մուտ գործելով իհարկե ձկներ կենդանակերպ, քանի որ կույսը դիմակայում է ձկներին, դա շատ անբարենպաստ է, որովհետև Մարսը հայտնվում է կույսերի 7-րդ աստղատան, իսկ 7-րդ աստղատունը դա բացահայտ թշնամիների տունն է, նաև զուգընկերների տունն է, այսինքն հնարավոր են կոնֆլիկտներ ձեր զուգընկերների հետ, սիրելի կույսեր, շատ զգուշ եղեք, փորձեք լսել դիմացին, փորձեք հասկանալ դիմացինին եւ նոր արդեն ձեր հետևությունները արեք, ասենք սովորեք դիմացինների հետ այսպես գտնել ընդհանուր եզրեր, այլապես հնարավոր են լուրջ խնդիրներ, նաև դատական գործընթացներ, դեպ Մարսը 7-րդ տանը նաև ակտիվացնում է դատական գործընթացները, զանազան լարվածություններ։
Եվ բայց բարենպաստ է կանանց համար, եթե նամանավանդ ամուսնացած չեն կանայք, կույսիկները եւ Մարսը հայտնվելով 7-րդ տանը հնարավոր է ձեզ ինչ որ շատ հետաքրիր անձնավորություն բերի ձեր կյանքը, որի հետ կարող է հետագայում ինչ որ հարաբերություններ, բայց համենայն դեպս մինչև մարտի 20-ը այնքան էլ բարենպաստ չէ, որովհետեւ հետընթաց Մերկուրիի ֆոնին իհարկե նոր ծանոթությունները անկան էլ հեռանկարային չեն, բայց այնուամենայնիվ ավելի հետաքրիր եւ դինամիկ կանցնի կանանց համար, հատկապես չամուսնացած կանանց համար կամ ամուսնալուծված կանանց համար Մարսը 7-րդ տան հնարավոր է նոր զուգընկեր բերի ձեր կյանք։ Սիրելի կշերքներ, Մարսը մուտ գործելով ձկներ հայտնում է ձեր 6-րդ աստղատանը, իսկ 6-րդ աստղատունը դա պարտականությունների աշխատանքի, նաև հիվանդությունների եւ առողջության տունն։ Այստեղ հնարավոր է ինչ որ շատ սուր ընթացող հիվանդություններ, բորբոքային պրոցեսներ, նաև շատ պետք է շատ աշխատեք, եթե ուզում եք ձեր բաղձալի արդյունքը ստանաք, պետք է շատ աշխատեք, պետք է չհոգնեք, սիրելի կշերքներ, բայց դա չի երաշխավորում, որ դուք ավելի շատ մեծ գումարներ կաշխատեք, պարզապես պետք է շատ աշխատեք, եթե ցանկանում եք ձեր նպատակին հասնել։ Նաև պարտականությունների հետ կապված ավելի շատ պարտականություններ վերցնեք, հնարավոր է ինչ որ նոր աշխատանք ի հայտ գա մարտի 2-ից հետո, որը պահանջում է ավելի շատ էներգիա ներդնել։ Մարսը դա էներգիա, այսինքն նա կենտրոնացնում է էներգիան ձեր աշխատանքային ոլորտում։ Եվ այստեղ իհարկե պետք է շատ չտարվել այդ աշխատանքով, որովհետև եթե դուք շատ ծախսեք ձեր ուժերը, իհարկե հնարավոր է նաև ինչ որ հիվանդություններ, եթե նաև քրոնիկ հիվանդություններ ունեք, այդ հիվանդությունները հնարավոր է սրվեն։ Պես որ պետք է շատ զգուշ լինել, սիրելի կշերքներ, այսինքն զուգորդել աշխատանքը հանգստի հետ, որպեսզի հանկարծ այդ գերլարված, գերայրված վիճակում չհայտնվեք աշխատանքից։ Սիրելի կարիճակներ, ձեզ համար շատ բարենպաստ է Մարսը ձկներ, որտեղ հայտնում է ձեր 5-րդ աստղատանը, նոր ստեղծագործական հաջողություններ, նոր ինչ որ ծրագրեր, երեխաների հետ կապված մեծագույն հաջողություններ։ Լավ է այդ ընթացքում նաև ակտիվ հանգիստը, շատ բարենպաստ է ակտիվ հանգիստը եւ բարենպաստ է նաև բիզնեսի համար այս դիրքը։ Բայց եթե հղի եք սիրելի կարիճիկներ, իհարկե պետք է զգուշանաք, քանի որ Մարսի տարանցումը ձեր 5-րդ տնով հնարավոր է ինչ որ վիժման վտանգ առաջացնի, այնպես որ դա նույնպես պետք է հաշվի առնել։ Սիրելի աղեղնավորակներ, ձեր մոտ Մարսը մուտ գործելով ձկներ կենթանակերպ հայտնում է 4-րդ աստղատանը, որը կենտրոնացնում է այդ էներգիան հզոր մարսյան վիթխարի էներգիան կենտրոնացնում է տան, ընտանիքի եւ ծնողների ոլորտների վրա, այսինքն տանը որոշակի հնարավոր են խնդիրներ, քանի որ չմոռանանք, որ Մարսը փոքր դժբախտության մոլորակ է եւ բերում է այնուամենայնիվ բարդություններ, նախ եւ առաջ խոչընդոտներ է առաջացնում, բարդություններ է բերում, այսինքն պետք է ճիշտ գործել, որպեսզի ստանալ ցանկալի արդյունք, այլ ոչ թե այն արդյունքը, որը որ ձեզ համար այնքան էլ հաճելի չէ։ Հնարավոր է տան արքու վաճառք, հնարավոր է ինչ-որ խնդիրներ ընտանիքում, հիվանդություններ ընտանիքում, պարտադիր չէ դա ձեր հիվանդություններ են, հնարավոր է տան տղամարդկանց մոտ լինեն ինչ-որ խնդիրներ, բարդություններ, հիվանդություններ, կոնֆլիկտներ տղամարդկանց հետ, պետք է սովորել լեզու գտնել, սիրելի աղեղնավորակներ։ Տանը հնարավոր են ինչ-որ նաև տեխնիկական խնդիրներ, այսինքն հնարավոր է օրինակ ինչ-որ խոհանոցում ինչ-որ խնդիրներ առաջանան, բաղնիքում ինչ-որ ջերի հետ կապված խնդիրներ առաջանան, նույնպես պետք է շատ զգուշ լինել այս ընթացքում մարտի 2-ից մինչև ապրիլի 9-ը։ Եվ այդ եղջյուրների համար Մարսը մուտ գործելով ձկներ հայտնվում է այդ եղջյուրների 3-րդ աստղատանը, իհարկե Մարսը էկզալտանտն է այդ եղջյուրների, այսինքն նույնպես շատ կարևոր է Մարսի դիրքը այդ եղջյուրների համար եւ նրանց հաջողության համար ակտիվ ճամփորդություններ, կարճ ճանապարհներ եք շատ գնալու, նոր ուղևորամիջոց, նոր մեքենա հնարավոր է ձեռք բերեք, ինչ որ նոր լուրեր, լավ լուրեր քույրերից եւ հատկապես եղբայրներից, ակտիվ փոխհարաբերություններ ձեր մոտակա շրջապատի հետ, հարևանների, բարեկամների հետ եւ հատկապես եղբայրների հետ, որտեղ Մարսը դա
տղամարդկային մոլ, արական մոլորակ։ Եվ նաև ինչ վերաբերվում է ջրհոսների մոտ իհարկե Մարսը բարենպաստ դիրքում է հայտնվում մտնելով ձկնիկներ։ Երկրորդ աստղատանն է հայտնվում ջրհոսների համար, իսկ երկրորդ աստղատունը դա ֆինանսների տունն է, եկամուտների աղբյուրների տունը, ինքնագնահատականի տունն է, մեր ընդհանրապես նյութական ունեցվածքի տունն է, այսինքն այստեղ Մարսի էներգիան ակտիվացնի ֆինանսական հոսքերը դեպի ջրհոսներ, բայց պետք է հիշել, որ Մարսը շատ այսպես ուղընթաց էներգիա ունի, այսինքն հնարավոր է իհարկե եկամուտների ավելացում լինելու է ջրհոսների մոտ, բայց ծախսերը նույնպես հնարավոր է մեծանան, այնպես որ եթե ցանկանում եք այնուամենայնիվ գումարները կուտակել, ուշադրություն դարձրեք նաև ձեր ծախսերի վրա եւ չափավորեք դրանց սիրելի ջրհոսներ։ Եվ իհարկե մեր հերոսները այսօրվա ձկնիկներն են, նաև ձկնիկների մոտ Մարսը առաջին աստղատանն է, դա նշանակում է պետք է ակտիվ գործել, սիրելի ձկնիկներ, եթե ցանկանում եք հասնել ինչ-որ նպատակների իրականացմանը, պետք է շատ կշռադատված, շատ մտածված եւ ակտիվ գործել եւ չսպասել մինչեւ այսպես իրադարձությունները այնպես դասավորվեն, որ իօգուտ ձեզ լինի, այդպես չի լինում։ Նամանավանդ, որ այժմ ձեր արեգակնային ցիկլն է, այսինքն շատ ձկնիկներ իրենց տարեդարձը նշում են մարտի ընթացքում, այդ թվում մինչև մարտի 20-ը եւ շատերի մոտ հենց Մարսը լինելու է առաջի տան, այսինքն արեգակի հետ միացած, որը նշանակում է, որ ամբողջ տարվա ընթացքում 26 թվականի ընթացքում պետք է լինել շատ ակտիվ, շատ նախաձեռնող, եթե ցանկանում եք ինչ-որ դրական նոտաների վրա ավարտվի այս տարին, պետք է շատ լինել ակտիվ, բայց չափված ձևած, այսինքն մտածված ակտիվությունն այստեղ շատ կարևոր, որտեղ ձկները շատ քաոտիկ նշան է, շատ այսպես տարերային նշան է, դա ձկները ընդհանրապես նախորդանիշը ձկների դա համաշխարհային օվկիանոսն է, որ շատ տարերային է, շատ անկանխատեսելի է, շատ վտանգավոր է նաև եւ այստեղ այդպիսի տարերային գործունեությունը իհարկե նույնպես վտանգավոր է, պետք է շատ նպատակասլաց գործել, պետք է շատ ճիշտ պահին գործել, իսկ դրա համար որպեսզի իմանալ երբ է այդ ճիշտ պահը, իհարկե նախ եւ առաջ պետք է գալ խորհրդատվության, գալը միշտ չէ որ ստացվում է, բայց on-line խորհրդատվության համար սիրելի բարեկամներից հիշեցնեմ, որ գործում է 50% զեղչ, այնպես որ համեցեք, նամանավանդ ձեր արեգակնային ցիկլն է, սոլար ցիկլն է սկսվում եւ չափազանց կարեւոր է իմանալ թե ինչ է ձեզ սպասում 2026 կարմիր հրեղեն առնագույն ձիու տարվա ընթացքում, այնպես որ համեցեք սիրելի ձկնիկներ եւ ոչ միայն ձկնիկներ։ Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը գիտեք որ մարտին սիրելի բարեկամներ ավարտվում է խավարումների ձմեռային միջանցքը եւ մարտի 3-ին տեղի կունենա այդ միջանցքի երկրորդ խավարումը, լուսնի ամբողջական խավարումը, նախ այն տեղի կունենա 15:33 րոպեին, լուսնի ամբողջական խավարումը տեղի կունենա մարտի 3-ին Երևանի ժամանակով 15:33 րոպեին, իսկ 15:37 րոպեին տեղի կունենա նաև լիալուսինը։ Մարտյան եւ այդ խավարումը տեղի ունենալու նաեւ լիալուսինը 12 աստիճան կույս կենթանակերպում խավարման ամբողջ ընթացքը կազմելու է 5 ժամ 33 րոպե, ամբողջական ֆազան սիրելի բարեկամների ֆոշը ամբողջությամբ ծածկելու է այդ լուսնի ամբողջ սկավառակը ծածկվելու է դա տևելու է 58 րոպե եւ 19 վայրկյան, բայց բարեբախտաբար մեր հարթություններում այդ խավարումը դիտել չի ստացվի, որովհետեւ հիմնականում այդ խավարումը հնարավոր կլինի դիտել Արևելյան Ասիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Խաղաղ օվկիանոսում, Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայում, նաեւ Հարավային Ամերիկայում կդիտվի այս խավարումը Եվրոպայում, Ասիայում, ընդհանրապես ամբողջ այդ մեր տարածաշրջանում դա չի երևալու եւ հիմնականում այսպես եւ տեսեք եւ արևի խավարումը եւ լուսնի խավարումը հիմնականում ամերիկաներում են երևում եւ դա խորհրդանշում է որ հենց ԱՄՆ-ում են այս տարի շատ ակտիվ զարգացումներ տեղի ունենալու եւ եթե հիշեք այդ
The Economist ամսագրի այս տարվա կանխատեսումը նոյեմբերի 12-ի այդ շաբաթի վերլուծության ժամանակ ես հենց նշեցի, որ ֆուտբոլի համաշխարհային առաջնության հետ շատ կարևոր ընթացքներ են լինելու կապված, այնտեղ հենց ֆուտբոլիստեր պատկերված հենց այդ շաբաթի ներքևում եւ որը որ այսպես ոտքով հարվածում է երկրագնդին, այդպիսի պատկեր կա։ Եթե չեք դիտել իմջայոց այդ վիդեոն անպայման դիտեք, այս տարվա The Economist ամսագրի շատ հետաքրքիր կանխատեսումներ են եւ նաեւ այն, քանի որ Մեքսիկայում պետք է տեղի ունենա այդ միջոցառումը, հա, աշխարհային մրցաշարը ֆուտբոլի, հենց Մեքսիկայում այժմ տեղի են ունենում ես կասեի քաղաքացիական պատերազմ, այսինքն պատերազմ ուրեմն ոստիկանության եւ նարկոբարոնների միջև եւ այդ տեսանկյունից շատ մտահոգիչ է արդյոք կստացվի լիարժեք կազմակերպել մրցաշարը ֆուտբոլի այնպես որ այս խավարումը բավականին շատ հարցեր է առաջացնում ինձ մոտ ու հիմնականում հենց այդ տարածաշրջաններում Ավստրալիա, Արևելյան Ասիա, Հեռավոր Արևելքում, Ռուսաստանում նույնպես Հեռավոր Արևելքում Չուկոտկա այդ տարածաշրջաններում նույնպես երևալու է Խաղաղ օվկիանոս, Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկան եւ Հարավային Ամերիկայում երևալու է այս խավարումը եւ ինչ է նշանակում ընդհանրապես ինչ է խորհրդանշում այս խավարումը եւ լիալուսինը բոլոր կենթանակերպերի համար խոյերի համար դե 6-րդ աստղատանն է հայտնվում այս խավարումը 6-րդ աստղատունը նախ կապված է աշխատանքի հետ երկրորդը առողջության հետ եւ պատասխանատվության հետ այսինքն խնդիրները հիմնականում քանի որ լիալուսինը հենց հստակեցնում է ավելի պարզ եւ հասանելի է դարձնում ձեզ համար այդ խնդիրները, որոնք առկա են տվյալ տան շրջանակներում տեղի ունենում այդ լիալուսին եւ այդ խավարումը, ուրեմն խոյերի համար դա առողջությունն է, աշխատանքն է եւ պատասխանատվությունն, այսինքն հիմնականում այդ ոլորտներում որոշակի խոչընդոտներ կլինեն։ Ցուլերի մոտ դա 5-րդ տունն է, իհարկե 5-րդ տունը կապված է երեխաների հետ, հաճույքների հետ, բիզնեսի հետ եւ հանգստի հետ, այսինքն հիմնականում այդ ոլորտներում երեխաների հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել այս խավարումը, բիզնեսի հետ կապված խնդիրներ եւ հանգստի հաճույքների, այսինքն լիարժեք չի ստացվի վայելել հանգիստը եւ հաճույքները։ Ինչ վերաբերվում է երկվորյակների, այս խավարումը հայտնվում է երկվորյակների 4-րդ աստղատանը, որը նշանակում է հիմնական խնդիրները վերաբերվելու են տան, ընտանիքին, դե արդեն տեսնում եք Նիկոլ Փաշինյանի մոտ այդ խնդիրները առկա են, տեսեք Աննա Հակոբյանը նրանից հեռանում է, բաժանվում են իբրև թե, չգիտեմ ինչքանով է դա հավաստի, բայց ամեն դեպքում այս խավարումը ցույց է տալիս, որ հենց տան վրա է այդ խնդիրը, խավարված լուսին հենց տան վրա է եւ դրա պատճառով էլ այդ ամենը տեղի ունենում։ Տան, ընտանիքի հետ կապված խնդիրներ, ծնողների հետ կապված խնդիրներ, բնակարանի առքովաճառքի հետ կապված հնարավոր են խնդիրներ։ Սիրելի խեցգետիներ, ձեզ մոտ այս մարտյան խավարումը հայտնվում է 3-րդ աստղատանը, որը խորհրդանշում է մոտակա շրջապատի հետ փոխհարաբերություն, այսինքն այդ փոխհարաբերություններն են խնդրեմի աղբյուրը կամ այդ բոլոր խնդիրները կենտրոնանալու են հենց մոտակա շրջապատի հետ շփումների հետ կապված, դա կարող է լինել հարևանների հետ խնդիրներ, կարող է լինել մոտակա բարեկամների հետ խնդիրներ, ում հետ որ դուք ավելի շատ եք առնչվում, քույրերի, եղբայրների հետ կապված խնդիրներ, կարճ ճանապարհների հետ կապված խնդիրներ, շարժական գույքի հետ կապված խնդիրներ, այնպես որ իմանալով այդ բոլոր խնդիրների շրջանակը իհարկե պետք է ուշադրություն դարձնել այդ ոլորտներին եւ բացահայտ առճակատման չգնալ, դե հետագայում ծանր հետևանքներ կարող լինել։ Ինչ վերաբերվում է առույցների մոտ այդ խոչընդոտները խնդիրները երկրորդ տանն են լինելու, այսինքն ֆինանսների ոլորտում, եկամուտների աղբյուրների ոլորտում, ինքնագնահատականի ոլորտում, այստեղ հնարավոր են ֆինանսների
կորուստներ, ինչ որ աշխատանքի կորուստ հնարավոր, ինչ որ բարդություն կամ բարդություններ աշխատավայրում, խնդիրներ եկամուտների աղբյուրների հետ, խնդիրներ եկամուտներ ստանալու հետ կապված, որոշակի ջորգուն հնարավոր է ձեզ աշխատավարձ ուշացնեն կամ ինչ որ պարտքը չվերադարձնեն ժամանակին, շատ հավանական է։ Ինչ վերաբերվում է կույսերին, կույսերը իհարկե, քանի որ այս խավարումը հենց կույս կենդանակերպում է տեղի ունենում, իհարկե սա ամենաբարդ հետևանքներ ունեցող իհարկե խավարումը կլինի հենց կույսերի համար եւ քանի որ նաեւ առաջի տանն է հատկապես կազդի այն կույսերի վրա այս խավարում, ովքեր ծնվել են սեպտեմբերի 1-ից 7 ընկած ժամանակահատվածում ամբողջ տարվա վրա նրանց մոտ կազդի այս խավարումը եւ դա կյանքի բոլոր ոլորտներին կարող է վերաբերվել ինչպես անձնական խնդիրներ, այնպես էլ գործնական, այնպես էլ աշխատանքային, այնպես էլ ֆինանսական զանազան բարդություններ, թե առողջության հետ կապված, թե ինքնագնահատականի հետ կապված, թե ինքնադրսևորման հետ կապված, այսինքն արտաքին միջավայրի հետ փոխհարաբերությունների հետ կապված։ Մի խոսքով կույսերը այստեղ իհարկե հարվածի տակ են գտնվում, չմոռանանք նաև որ կույս կենդանակերպում գտնվում է, շարունակում է գտնվել մինչև հուլիսի 7-ը նաև Ռախուն, կետում կներեք, այսինքն հարավային լուսնային հանգույցը, որը կորուստների լուսնային հանգույցն է։ Բայց որ պետք է կույսերը հատկապես զգուշանան այս խավարման բացասական ազդեցությունից։ Ինչ վերաբերվում է կշեռքներին, կշեռքների մոտ այս խավարումը 12-րդ աստղատանն է, որը նույնպես շատ բարդ հետևանքներ կարող առաջացնել հատկապես արտասահմանում, ինչ որ մեկուսացման հետ կապված, հեռավար աշխատանքի հետ կապված, գաղտնի թշնամիների հետ կապված, պետք է զգուշանաք սիրելի կշեռքներ, ինչ վերաբերվում է կարիճներին։ Այս խավարումը կարիճների մոտ հայտնվում է 11-րդ աստղատանը, որը խորհրդանշում է չափահաս երեխաների նպատակների իրականացում, գաղափարակիցներ, ընկերներ, ահա այս բոլոր ոլորտներում հնարավոր են խնդիրներ, խոչընդոտներ։ Աղեղնավորների մոտ խավարում հայտնվում է 10-րդ աստղատանը, որը հասարակական կարգավիճակի հետ է կապված, աշխատանքի, պաշտոնի բարձրացման, հասարակական կարգավիճակի հետ է կապված։ Ահա այս ոլորտներում հնարավոր են ինչ-որ խնդիրներ աշխատանքում, ենթադրենք ձեզ խոստացել են պաշտոնի բարձրացում, ոչ մի պաշտոնի բարձրացում չի լինի, ինչ-որ խոչընդոտներ գործնական ոլորտում եւ նաեւ հասարակական ոլորտում ձեր նպատակների իրականացման հետ կապված։ Ինչ վերաբերվում է այս եղջյուրների, դա 9-րդ աստղատանն է այս խավարումը տեղի ունենում այս եղջյուրների մոտ, որը նշանակում է խոչընդոտներ ճամփորդությունների ժամանակ, արտասահմանյան կազմակերպությունների փոխհամագործակցության հետ կապված խոչընդոտներ, ինչ որ խոչընդոտներ ուսման հետ կապված, դասավանդման հետ կապված, իրավաբանական խնդիրներ, ինչ վերաբերվում է ջրհոսների, դրանք 8-րդ տանն է այս խավարում իհարկե բարդ է ջրհոսների համար շատ, դա էքստրեմալ իրավիճակների տունն է 8-րդ տունը, ֆինանսական խնդիրներ են հնարավոր է ինչ-որ խնդիրներ ստուգող, վերահսկող մարմինների հետ կապված, ժառանգություն ստանալու հետ կապված, պետության կողմից փոխհատուցում ստանալու հետ կապված խնդիրներ եք ունենալու սիրելի ջրհոսակներ, մեծ վարկեր եւ պարտքեր մարտ ամսվա մեջ մի արեք սիրելի ջրհոսներ։ Եվ ձկնիկների մոտ իհարկե այս խավարումը 7-րդ տանն է եւ սա ազդելու է ամբողջ տարվա վրա, եթե դուք ծնվել եք մարտի 1-ից 5 ընկած ժամանակահատվածում, այսինքն այդ ժամանակը դուք նշում եք ձեր տարեդարձը եւ դա դաջվում է այդ խավարումը, այդ խավարումների միջանցքը դաջվում է ամբողջ տարվա ձեր կանխատեսման վրա։ Այնպես որ ցանկալի է գալ խորհրդատվության ու հիմնական խնդիրները դրանք գործընկերների եւ զուգընկերների հետ փոխհարաբերությունների մեջ են, միջավայրի հետ փոխհարաբերությունների մեջ, ինչ որ խոչընդոտներ, խնդիրներ, վատ հարաբերություններ, վատ վերաբերմունք միջավայրի կողմից, ահա ձկների մոտ այսպիսի հետևանքներ են։ Հնարավոր է ավելի մանրամասն, եթե ցանկանում եք իմանալ անձամբ ձեզ համար կանխատեսումը, ապա համեցեք խորհրդատվության, հիշեցնեմ, որ on-line խորհրդատվության համար գործում է 50% զեղչ։ Սիրելի բարեկամներ, մարտի 6-ին Երևանի ժամանակով 14:45 րոպեին երրորդ աստղաբանական իրադարձությունը մարտի տեղի կունենա Սիրո եւ գեղեցկության մորակ Վեներան մուտք կգործի Խոյ, որտեղ նա կմնա մինչև մարտի 30-ը։
Խոյ կենթանակերպում իհարկե Վեներան թույլ է եւ ընկած, որովհետեւ նա իշխում եւ թակավորում է կշեռք կենթանակերպում, իսկ խոյը կշեռքին դիմակայում է։ Այսինքն այստեղ Վեներան անհամբեր է, ձգտում է ինքը այսպես գնալ կռվի մեջ եւ կռվով նվաճել իր սերը։ Նա չի սպասում մինչեւ Մարսը սերը գա դեպի իրեն, այսինքն այդ սպիտակ ձիավոր, հա, այդ ասպետը սպիտակ ձիավորի վրա գա եւ իրան նվաճի, նա ինքն է գնում այդ սպիտակ ձիով եւ ուզում է նվաճել այդ ասպետին, ու դա իհարկե խնդրահարույց է շատ եւ սերը միանգամից կարող է բռնկվել եւ միանգամից հանգչել, այսինքն այնպես չի, որ սերը այսպես ներդաշնակ ձևով է զարգանում, շատ բռնկուն է, պահի տակ մոմի պես վառվում է եւ միանգամից թեթև ինչ որ քամու հպումից միանգամից անջատվում։ Ահա այսպիսի բնորոշ հատկություններ Վեներան եւ տարանցում է խոյ կենթանակերպով, այդպիսի էմոցիոնալ ապրումներ են ունենում մարդիկ, իհարկե եթե ձեր Վեներան գտնում է խոյ կենթանակերպում, արդեն դա ձեր անհատական սիրո պատմության մասին է խոսքը, բայց նաև եթե ուղղակի տարանցում է, այդ տարանցման ժամանակ եւ Վեներան գտնում է խոյում, մարդիկ ընդհանրապես հակված են այդպես վերապրել սերը։ Ինչ է նշանակում Վեներան խոյ կենթանակերպում բոլոր կենթանակերպերի համար։ Սիրելի խոյիկներ, ձեզ մոտ Վեներան մոտ գործելով խոյ հատնվում է առաջին աստղատանը։ Առաջին աստղատունը կապված է մեր եսի հետ, մեր ինքնադրսևորման հետ։ Ինքն իր մեջ պարունակում է բոլոր 12 այդ տները։ Այդ իսկ պատճառով շատ բարենպաստ է խոյերի համար, ընդհանրապես բոլոր հրեղեն կենթանակերպերի համար խոյերը վայելելու են միջավայրի դրական վերաբերմունքը, իրենցով հիանալու են, իրենց պաշտելու են, այսպես սիրահարվելու են խոյակների վրա, իհարկե, բայց դա շատ կարճ կարող է տևել, որովհետև Վեներան խոյ կենթանակերպում երկարատև սեր դժվար թե պարգևի։ Նու խոյերը կարող են օգտվել այս ընթացքից եւ զբաղվել իրենց արտաքին հմանքով, գեղեցկությամբ, փոխել իրենց իմիջը, ավելի վառ գույներ կրել, այսինքն կարմիր, չգիտեմ, այսպես վարդագույն, շատ նկատելի գույներ, որպեսզի ավելի նկատելի դառնան եւ դեպի իրենց ներգրավեն դրական էներգետիկական լիցքեր։ Ինչ վերաբերվում է ցուլիկների, ցուլիկների մոտ Վեներան իհարկե խոյ կենթանակերպում անբարենպաստ է, գտնում է 12-րդ աստղատանը, դա նշանակում է գաղտնի թշնամանք, հատկապես կանանց կողմից, սիրելի ցուլիկներ, այսինքն գաղտնի թշնամի կանեք, հնարավոր եթե դուք ամուսնացած եք, դա պետք է շատ ուշադիր լինեք, որ հանկարծ չհայտնվեք սիրային եռանկյունի մեջ, բայց հետաքրքիր արկածներ արտասահմանում, ճամփորդական ինչ-որ արկածներ, սիրային գաղտնի սեր արտասահմանում, գաղտնի ինչ-որ զարգացումներ արտասահմանում, անձնական ոլորտի, նույնպես հավանական է։ Սիրելի երկորյակներ, Վեներան մոտ գործելով խոյ հայտնվում է ձեր 11-րդ աստղատանից, 11-րդ աստղատուն նպատակների իրականացման, անձնական դրական զարգացումների, նաև on-line բիզնեսի հետ է կապված։ Եթե ունեք on-line բիզնես, հիանալի ես խորհուրդ եմ տալիս բոլոր երկորյակներին անպայման ունենալ on-line բիզնես մոտակա շրջանում, դեպ 7 տարի շարունակ ուռանը գտնվելու է երկորյակներում եւ on-line բիզնեսը իսկական նպաստելու է, որ դրական զարգացումներ լինեն այստեղ, իհարկե շատ բարենպաստ է, նոր ընկերական հարաբերություններ են հնարավոր կամ ինչ որ հին ընկերների հետ նորից կհանդիպեք, շատ ջերմ հարաբերություններ, դրական զարգացումներ, եթե չափահաս երեխաներ ունեք եւ լավ ընթացք on-line բիզնեսի հետ կապված, հատկապես եթե այդ on-line բիզնեսը կապված է սիրո, չգիտեմ, գեղեցկության հետ, հագուստի հետ կապված կամ ինչ որ, չգիտեմ, ինչ եք պատրաստում համով, տորտիկներ եք պատրաստում նույնպես։ Ինչ վերաբերվում է խեցգետիններին, խեցգետինների մոտ Վեներան մոտ գործելով խոյ հայտնվում է 10-րդ աստղատանից, 10-րդ աստղատունը կապված է մեր նպատակների գլոբալ ծրագրերի հետ, այն ամենի հետ, ինչին մենք ձգտում ենք ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ իհարկե խեցգետինները դրական զարգացումներ կունենան գործնական ոլորտում, նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր առաջարկություն, հնարավոր է ամուսնական առաջարկություն խեցգետինների մոտ կամ նոր ղեկավար
ղեկավարուհի աշխատավայրում, որ անպայման ձեզ կգնահատի, նաև հնարավոր է նաև այսպես ծառայողական սիրավեպ, սիրելի խեցգետիններ, ինչ վերաբերում է առույցիկների, քանի որ առույցը պատկանում է հրեղեն նշանների շարքին, ուրեմն առույցի մոտ նույնպես բարենպաստ զարգացումներ կլինեն այս ընթացքում 9-րդ տանն է հայտնվում Վեներան եւ կպարգևի անմոռանալի ճամփորդություններ, կուրորտային սիրավեպ ինչ որ կամ նոր հարաբերություններ արտասահմանցիների հետ, արտասահմանյան կազմակերպությունների հետ դրական զարգացումներ, բայց դե պետք է զգուշանալ, որովհետև Վեներան խո կենդանակերպում, որքան արագ սերը բռնկվում է, այնքան արագ էլ մարում է, միշտ պետք է հիշել, սիրելի առիթներ, դա այս ընթացքում։ Եվ կույսերի համար 8-րդ տանն է հայտնվում Վեներան, 8-րդ տունը կապված է էքստրեմալ իրավիճակների հետ, ընդհանրապես կույսերի համար այդ մարտյան կանխատեսումները այնքան էլ բարենպաստ չեն, էքստրեմալ իրավիճակներ կապված սիրո հետ, ֆինանսական խնդիրներ են հնարավոր, մեծ վարկեր պարտքեր վերցնել ցանկալի չէ այս ընթացքում, բայց հնարավոր է ձեր զուգընկերները կամ գործընկերները ավելի մեծ գումարներ վաստակեն, սիրելի կույսեր, դա դրական հետևանք է այս դիրքի, ինչ վերաբերում է կշերքների մոտ Վեներան հայտնվում է 7-րդ աստղատան եւ այստեղ իհարկե հատկապես ամուսնացած կանանց մոտ շատ մեծ է վտանգը սիրային եռանկյունի մեջ հայտնվելուն, ես դրա մասին բազմիցս նշել եմ, այսինքն կհայտնվի ձեզ մրցակից սիրո ոլորտում, Վեներան սիրո ոլորտի հետ է կապված սիրո ոլորտում մրցակից, բայց եթե դուք զբաղված եք սիրո գեղեցկության ոլորտում, ենթադրենք հագուստի սրահ ունեք, գեղեցկության սրահ ունեք, ապա շատ բարենպաստ շրջան է, որովհետև ավելի շատ կանայք կձգտեն համագործակցել ձեր հետ, կգան, ձեզանից գնումներ կկատարեն եւ այլն, կօգտվեն ձեր ծառայություններից։ Ինչ վերաբերվում է կարիճների մոտ Վեներան մոտ գործելով խո կենդանակերպ հայտնվում է 6-րդ աստղատանը, իսկ 6-րդ աստղատունը կապված է արդեն պատասխանատվության, աշխատանքի եւ առողջության հետ, պետք է ուշադրություն դարձնել առողջությանը եւ եթե դուք ինչ որ բուժում սկսեք այդ ընթացքում, ապա բարձր է հավանականությունը, որ կհաղթարեք այն առողջական խնդիրները, որ ունեք, նոր աշխատանք է հնարավոր, նոր պատասխանատվություն է հնարավոր, բայց իհարկե մի փոքր պիտի տանջվեք, որովհետև Վեներան խո կենդանակերպում հեշտ լուծումներ չի տալիս։ Ինչ վերաբերվում է աղեղնավորներին, 5-րդ աստղատանն է հայտնվում Վեներան, իհարկե այստեղ նոր սեր, նոր հարաբերություններ, հղիություն, նոր հղիություն, հնարավոր է հղիություն, շատ բարենպաստ է հղիությունը աղեղնավորների համար այս շրջանում, դրական զարգացումներ երեխաների հետ կապված, բիզնեսի հետ կապված, սիրո եւ հանգստի հետ կապված։ Այդ եղջյուրների մոտ 4 տան է հայտնվում Վեներան, սա դրական զարգացումներ է խորհրդանշում տան մեջ, այսինքն ընտանիքում հնարավոր է նոր ընտանիքի անդամ հայտնվի, ենթադրենք հարս կամ թորնիկ, նույնպես տունը հնարավոր է բարեկարգեք, ավելի այսպես փափուկ կահույք, փափուկ նոր անկողին, սիրուն վարակույրներ եւ այլն, համենայնիվս դա բարենպաստ է սիրելի այդ եղջյուրներ այս ընթացքում։ Ջրհոսների մոտ Վեներան հայտնվում է 3-րդ աստղատանը մոտ գործելով խո եւ դա նշանակում է նոր ծանոթություններ, նոր շփումներ, նոր կանանց հետ ինչ որ հարաբերություններ, քույրերի հետ լավ հարաբերություններ, կարճ ճամփորդություններ, նոր շարժական գույք։ Մի խոսքով ջրհոսների համար նույնպես շատ բարենպաստ է։ Ինչ վերաբերվում է ձկնիկներին, նույնպես բարենպաստ է Վեներան խո կենդանակերպում հայտնվում է 2-րդ աստղատանը, որը խորհրդանշում է եկամուտների աճ, ֆինանսական հաջողությունների ավելացում։ Սիրելիներս եւ 4-րդ կարևոր ագուն իրադարձությունը մարտի, դա մարտի 11-ին Երևանի ժամանակով 7:29 րոպեին մեծ երջանկության մորակ Յուպիտերը կանգ է առնում Խեցգետնի 15-րդ աստիճանում, այսինքն այդ պահից, այդ օրվանից, մարտի 11-ից Յուպիտերը սկսում է իր ուղղընթաց շարժը, որը խիստ բարենպաստ հենց այդ ժամանակ նույնպես շատ լավ է պատրաստել հենց Յուպիտերի թալիսմանները, որոնք գերհզոր կլինեն, քանի որ նաև Արեգակը Յուպիտերի հետ ձևավորելու է դրական մորակային փոխհարաբերություն, հատկապես մարտի 8-ի հետ կապված, մարտի 7-ից, մարտի 8-ից մինչև մարտի 11-ը շատ բարենպաստ է պատրաստել հենց Յուպիտերի թալիսմանները, դուք կարող եք ոչ միայն ձեր համար պատվիրել
այս թալիսմանները, այլ նաև ձեր սիրելի կանանց, քույրերի, մայրերի, տատիկների ընկերուհիների համար պատվիրեք, որտեվ դա իսկապես շատ հզոր է գործում, եթե նվիրված է լինում, այսինքն եթե դուք նվիրում եք, նվիրաբերում եք այդ թալիսմանը, շատ ավելի հզոր կաշխատի եւ նամանավանդ որ գործում է ամբողջ կյանքի ընթացքում։ Իսկ հիմա բացառիկ բարենպաստ պայմաններ են այդ թալիսմանը ստեղծելու համար։ Մյուս բարենպաստ պայմանները կլինեն 12 տարին մեկ, այնպես որ դա է նկատի ունեցեք եւ շտապեք, սիրելի բարեկամներ։ Հաջորդ կարևոր իրադարձություն է, սիրելի բարեկամներ, դա ուրեմն մեզ մոտ նորալուսին է տեղի ունենալու մարտի 19-ին, հենց գարնանային գիշերահավասարից 1 օր առաջ Երևանի ժամանակով 5:23 րոպեին տեղի կունենա մարտյան նորալուսինը 28 աստիճան ձկներում լուսնյակը կմիանա Արեգակի հետ, որը շատ բարենպաստ է հենց Վեներայի թալիսմանները սարքելու համար, որովհետև 27 եւ 18, 19, այդպես 17-ից 19 մարտի այդ ժամանակահատվածում շատ բարենպաստ հենց Վեներայի թալիսմանների համար, որովհետև արևը եւ լուսինը գտնվելու են հենց Վեներայի փառավորման աստիճաններում։ Ճիշտ է, Վեներան խոյ կենդանակերպում է, որը բարենպաստ չէ, Վեներայի համար բարենպաստ դիրք չէ, բայց այնուամենայնիվ Արեգակի եւ լուսնի գտնվելը հենց Վեներայի փառավորման աստիճաններում կնպաստի, որ այնուամենայնիվ նույնպես այդ թալիսմանները ուժեղ աշխատեն։ Սիրելիներս, այնպես որ պատվիրեք, բայց այնուամենայնիվ բավականին լարված նորալուսին է մեզ մոտ, որովհետև Արեգակը եւ լուսինը միանալու են Մարտհասպանյա աստիճանում 28 աստիճան ձկներում եւ հետո Արեգակը անցնելու է Սատկած ձկան աստիճանով 29 ձկներով, որը որ իհարկե այնքան էլ բարենպաստ չէ։ Ինչ է հուշում այս նորալուսինը կենդանակերպին։ Իհարկե խոյերի համար անբարենպաստ է, որ 12-րդ տանն է գտնվում, ընդհանրապես բոլոր հրեղեն նշանների համար այս նորալուսինը այնքան էլ բարենպաստ չէ։ Ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների համար նույնպես անբարենպաստ է, ֆինանսական խնդիրներ կարող է առաջանալ, նոր ֆինանսական խնդիրներ, որովհետև նորալուսինը նոր զարգացումներ է բերում տվյալ տան շրջանակներում, որտեղ այն տեղի է ունենում։ Եվ մեծ վարկեր եւ պարտքեր առյուծներին վերցնել չի կարելի։ Ձկների համար իհարկե ձկների չէ, աղենավորների համար 4-րդ տանն է հայտնվում, 4-րդ տանը դա խնդիրներ տան է կամ նոր խնդիրներ տան ընտանիքում ծնողների հետ կապված։ Բարենպաստ է այս նորալուսինը հատկապես հողի նշանների համար եւ ջրի նշանների համար, հողի նշանների համար, ցուլերի համար նոր ընկերական հարաբերություններ, նոր շփումներ, ինչ որ նվիրական երազանքի իրագործում։ Կույսերի համար պետք է զգուշ լինել, ուրեմն փոխհարաբերություններում նոր խնդիրներ կապված զուգընկերների եւ գործընկերների հետ, իսկ կարիճների համար նոր սեր, հնարավոր է հեղիություն եւ լավ դրական փոխհարաբերություններ, ընդհանրապես դրական զարգացումներ կապված երեխաների հետ եւ բիզնեսի հետ կապված։ Ինչ վերաբերվում է սա ջրի նշանների մասին, իհարկե շատ փոքր անբարենպաստ է հրեղեն նշանների համար, դրական է ուրեմն հողի նշանների համար, այծեղջյուրների համար կարճ ճանապարհ, կույսերի համար լարված փոխհարաբերություններ միջավայրի հետ, ցուլիկների համար նոր սեր, նոր փոխհարաբերություններ, նոր հաջողություններ օնլայն բիզնեսում։ Ինչ վերաբերում է օդի նշանների համար բարեխառն է, երկորակների համար նոր գործնական հաջողություններ, կշերքների համար նոր աշխատանքային հաջողություններ, ձկների համար, ջրհոսների համար նոր ֆինանսական հնարավորություններ է բացելու այս լիալուսինը։ Իհարկե ամենաբարենպաստը ջրի նշանների համար է։ Խեցգետինների մոտ 9-րդ աստղատանն է հայտնում այս նորալուսինը, որը խոստանում է նոր ճամփորդություններ, նոր հնարավորություններ արտերկրի հետ, արտասահմանյան կազմակերպությունների հետ փոխհարաբերվելու, նոր ուսում, նոր դասավանդում, նոր գաղափարախոսություն։ Խոսքով շատ լավ է խեցգետինների համար, կարիճների համար բարենպաստ է սիրային ոլորտում, իսկ ձկների համար իհարկե բոլոր ոլորտներում լավ է, հատկապես եթե դուք ծնվել եք հենց
մարտի 17-ից 20 ընկած ժամանակահատվածում շատ բարենպաստ է, որովհետև ձեր կյանք նոր զարգացումներ կմտնեն գրեթե բոլոր ոլորտներում, ինչպես անձնական, այնպես էլ գործնական։ Սիրելի ձկնիկներ։ Եվ իհարկե մարտի 20-ին Երևանի ժամկով 18:43 րոպեն Արեգակը մուտք կգործի խոյ, կսկսվի նոր աստղաբանական տարին, կկանա գարնանային գիշերը հավասարը եւ մինչեւ ապրիլի 20-ը Արեգակը գտնվելու է ուրեմն խոյ կենթանակերպում։ Իհարկե սա բացառիկ բարենպաստ է հրեղեն նշանների համար, ինչպես խոյերին է շնորհավորում է մարտի 20-ից հետո սկսվում է նրանց արեգակնային պարբերաշրջանը, տարեդարձն է մոտենում, ես բոլոր խոյերին շնորհավորում եմ եւ մաղթում եմ ամենայն բարիք, որպեսզի ձեր բոլոր երազանքները իրագործվեն։ Եվ լավ է հրեղեն նշանների համար, խոյերի համար երազանքների իրագործում, առուսների համար լավ զարգացումներ արտասահմանի հետ կապված եւ աղեղնավորների հետ սիրային ոլորտում դրական զարգացումներ։ Բարդ ժամանակահատված է սպասվում արդեն հողի նշաններին, հատկապես ցուլիկներին, կակտիվանան ցլերի գաղտնի թշնամիները, հույսերի մոտ լարված իրավիճակներ, անսպասելի զարգացումներ, հնարավոր է խնդիրներ առողջության հետ կապված եւ ֆինանսական, նաեւ մեծ պարտքեր կամ վարկեր մի վերցրեք այս ընթացքում։ Այս եղջյուրների համար հիմնականում խնդիրները կվերաբերվեն ընտանիքին եւ ծնողներին։ Բարեխառն է օդային նշանների համար, երկորակների համար նպատակների իրականացում, շերքների համար խնդիրներ կարող է առաջանան ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ զգուշ եղեք։ Իսկ ինչ վերաբերվում է ջրհոսներին, նոր ընկերություն, նոր ճամփորդություններ, նոր շարժական գույք։ Եվ ինչ վերաբերվում է ջրային նշաններին, ջրային նշանների համար նույնպես բարեխառն է, հատկապես բարենպաստ է խեցգետիների համար գործնական ոլորտում, լավ զարգացում է սպասում կարիճների մոտ, նոր աշխատանք, նաև պետք է զգուշանալ առողջական ոլորտում եւ ձկների մոտ շատ դրական զարգացումներ կլինեն ֆինանսական ոլորտում։ Սիրելի բարեկամներ, նաև հենց այդ նույն օրը մարտի 20-ին Երևանի ժամանակով 23:33 րոպեին Մերկուրին կապի հեռահաղորդակցության մոլորակը վերջապես կանգ կառնի ձկների 8-րդ աստիճանում եւ աշճանաբար առաջ շարժվելով նա դուրս կգա ստվերային գոտուց միայն ապրիլի 9-ին, այնպես որ նոր նախաձեռնություններ, այսինքն սկզբունքային նոր, եւ թե դուք որևիցե քայլ, որպեսզի այդ նպատակը իրականացնեք չեք արել անցյալում, դա նոր է համարվում։ Եթե արել եք, ենթադրենք արդեն վաղուց ծրագրել եք այսինչ գործողություն, այսինչ ընթացքը, այսինչ ծրագիրը, ապա հնարավոր է հետընթաց Մերկուրի պայմաններում դա կատարել, դա դրական կդիտվի։ Բայց եթե սկզբունքային նոր է, ապա ապրիլի 9-ից հետո նոր կարող եք սկսել։ Եվ ի վերջո, սիրելի բարեկամներ, մարտ ամսվա վերջին աստղաբանական իրադարձությունը մարտի 30-ին Երևանի ժամանակով ժամը 20-ին Վեներան մուտք կգործի ցուլ կենթանակերպ, որտեղ նա կմնա մինչև ապրիլի 24-ը։ Իհարկե ցուլ կենթանակերպում Վեներան հզոր է, որովհետև իշխում է եւ թագավորում է ցուլ կենթանակերպում, այնպես որ բոլոր դրական զարգացումները սիրո հետ կապված եւ գեղեցկության հետ կապված բիզնեսի հետ կապ, ֆինանսական ոլորտում նույնպես շատ դրական զարգացումներ են սպասվում եւ շատ բարենպաստ է իհարկե հատկապես ցուլերի համար, որտեղ դա բացի նրանց, որ Վեներան իրենց թագուհին է եւ իշխանուհին, այլ նաեւ էներգետիկ դրական զարգացումներ, պես ավելի լավ կզգան ցուլերը, ավելի ինքնավստահ կզգան իրենց ցուլերը։ Ինչ վերաբերվում է խոյերին շատ բարենպաստ է, որովհետեւ Վեներան հայտնում է իրենց երկրորդ աստղատանը, որը նոր ֆինանսական այսպես հոսքեր է խոստանում ցուլ խոյիկներին, այսինքն այդ բոլոր տանջանքներից հետո վերջապես կգա դրական ֆինանսական հաջողություն։ Ցուլերի համար արդեն ասեցի, առաջի տանն է, բոլոր հարցերում ցուլերին պաշտելու են, սիրելու են, հարգելու են եւ այլն։ Երկորակների համար անբարենպաստ է, որովհետեւ Վեներան մտնելով ցուլ կենթանակերպ հայտնվում է իրենց 12-րդ աստղատանը, որը իհարկե գաղտնի թշնամիներ, գաղտնի սիրուհիներ, գաղտնի սեր, շատ խարդավանքներ եւ այլն։
Սիրելի խեցգետնիկներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է Վեներան ցուլ կենդանակերպում 11-րդ աստղատանն է, որը խոստանում է սիրային երազանքների իրականացում, նոր հանդիպումներ, ինչ որ հաջողություններ, հատկապես սիրային ոլորտում, եթե չափահաս երեխաներ ունեք, բարենպաստ է նաև on-line բիզնեսի համար։ Արհեստների մոտ բարենպաստ է գործնական ոլորտում նոր աշխատանք, նոր պաշտոն կամ հնարավոր է ինչ որ նոր ղեկավարուհի հայտնվի, որ անպայման կգնահատի ձեզ եւ կհատուցի ֆինանսական առումով։ Կույսերի համար նույնպես բարենպաստ է 9-րդ տանն է Վեներան, լավ է ճամփորդել, լավ է ինչ որ կապեր հաստատել արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցել, լավ է ուսման համար եւ իրավաբանական հարցեր լուծելու համար լավ է։ Կշերքների մոտ 8-րդ տանն է հայտնվում Վեներան, այնքան էլ բարենպաստ չէ, նշանակում է որոշակի էքստրեմալ իրավիճակներ կապված սիրո հետ, ֆինանսների հետ, ցանկալի չէ մեծ վարկեր եւ պարտքեր վերցնել։ Կարիճների մոտ Վեներան մտնելով ցուլ կենդանակերպ հայտնվում է 7-րդ աստղատան, որը նշանակում է մրցակցություն, կարիճները, հատկապես կարիճուհիները, ամուսնացած պետք է զգուշ լինեն, որ չհայտնվեն սիրային եռանկյունու մեջ, բայց եթե դուք զբաղված եք սիրով գեղեցկության ոլորտում, չգիտեմ, գեղեցկության սրահ, հագուստի սրահ, ծաղկի սրահ եւ այլն, շատ բարենպաստ է, որովհետեւ այդ դեպքում Վեներան կբերի ձեզ նոր հաճախորդներ, հաճախորդուհիներ։ Եվ աղեղնավորների համար խիստ բարենպաստ է 6-րդ տանն է հայտնվում Վեներան, աշխատանքային հաջողություններ, աշխատավարձի բարձրացում, հիվանդություններից ապաքինում։ Այս եղջյուրների համար նույնպես խիստ բարենպաստ է 5-րդ տանն է հայտնվում Վեներան մոտ գործելով ցուլ կենդանակերպ եւ բերում է ձեզ նոր սեր, հնարավոր է հղիություն, հնարավոր է ինչ որ դրական զարգացումներ երեխաների եւ բիզնեսի հետ կապված։ Ջրհոսների մոտ Վեներան մտնելով ցուլ կենդանակերպ հայտնվում է 4-րդ աստղատանը, որը խորհրդանշում է դրական զարգացումներ ընտանիքի հետ կապված, ընտանիքի հետ կապված համար հնարավոր է ձեռք բերեք նոր կահույք, նոր վերանորոգում, նոր ինչ որ ավելի ջերմ մթնոլորտ ձևավորվի ձեր տան, հնարավոր է թորնիկ ունենա կամ հարս գա եւ այլն, այսինքն դրական զարգացումներ տան ընտանիքի հետ կապված։ Եվ ձկնիկների համար Վեներան մտնելով ցուլ կենդանակերպ հայտնվում է 3-րդ աստղատանը, որը բերելու է նոր ընկերական կապերի ստեղծում, նոր ընկերուհիներ, նոր դրական զարգացումներ եւ լավ լուրեր կապված քույրերի, եղբայրների եւ մոտակա միջավայրի հետ կապված։ Նոր ուղևորամիջոց շարժական գույք, այնպես որ շատ բարենպաստ է նաեւ գրեթե բոլորի համար Վեներան ցուլ կենդանակերպում դրական զարգացումներ է բերում։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում փոփոխական տատանողական դավադիր մարտ ամսվա ընթացքում անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ նաեւ հետեւեք ինձ ոչ միայն YouTube-ում, YouTube-յան 2 ալիք ունեմ ես սիրելի բարեկամներ, բացի աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ նաեւ աստրոմագիա եւ թալիսմաններ, որտեղ գրեթե ամեն օր նոր արարողակարգեր են լույս տեսնում, անպայման բաժանորդագրվեք եւ դիտեք եւ կատարեք այդ արարողակարգերը։ Պատվիրեք Վեներայի Յուպիտերի թալիսմաններ, հետևեք ինձ Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում եւ Telegram-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, սիրելի բարեկամներ, տեսություն կհանդիպենք։